Գիտությունը շքեղ զարդ է և միանգամայն օգտակար գործիք, եթե նրան տիրում են նրանք, որոնց ճակատագիրը փայփայել է, քանզի անարժան մարդկանց ձեռքին այն պատշաճ կիրառություն չի կարող ունենալ։ Երբ 20 տարի առաջ ականավոր գիտնական ակադեմիկոս Լևոն Հարությունյանը մասնավոր կրթական համակարգի արշալույսին որոշեց հիմնադրել Հայբուսակ ինստիտուտը, դա ամենևին էլ ինքնանպատակ չէր, այլ երևի թե նախանշված էր ի վերուստ։ Հավանաբար ճակատագրից փայփայված բազում շնորներով օժտված հայորդին ներքին խորը համոզմունք ուներ, որ իր համարձակ ձեռնարկումը հաջողությամբ է պսակվելու։ Կարճ ժամանակ անց Հայբուսակում ընդգրկված բարձրակարգ մասնագետների և իր կրթական գործի խորը իմացության շնորհիվ Լևոն Հարությունյանին հաջողվեց մեծ ճանաչման արժանացնել նորաստեղծ կրթօջախը։ Ոչ միայն մայր հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս Հայբուսակը մեծ համբավ ձեռք բերեց։ Անցան տարիներ, ետևում մնացին առաջին դժվարությունները, և բազմազբաղ գիտնականը որոշեց բուհի հետագա ճակատագիրը հանձնել իր զավակներին՝ Անահիտին, Սուրենին և Աննային։ Նա համոզված էր, որ նրանք արժանավայել ու պատվով կշարունակեն իր սկսած գործը, որին միշտ երկյուղածորեն էր մոտենում։ Դժվար էր Անահիտ Հարությունյանի համար ստանձնել Հայբուսակի կառավարումը, սակայն հոր ցանկությունը վեր էր ամեն ինչից, և նրան ընթառաջ գնալով տարիների ընթացքում կարողացավ ոչ միայն պահպանել ու կրթական համայնքում արժանի նշաձող ապահովել Հայբուսակի համար, այլև ավելացրեց բաժիններ, նոր ֆակուլտետներ, ընդլայնելով բուհի տիրույթները Հայբուսակի հովանու ներքո կրթական այլ հաստատություններ ներգրավելով։ Կրթօջախը առաջիններից էր, որ ստացավ պետական հավատարմագրում, ինչը նրան իրավունք տվեց շրջանավարտներին շնորհել պետական դիպլոմներ։ 1997-ին հիմնադրման օրից սկսած առ այսօր Հայբուսակի բազային քոլեջը ղեկավարում է Աննա Հարությունյանը։ Խոսուն է այն փաստը, որ քոլեջը 15 ուսանողով սկսելով իր գործունեությունը այսօր ավելի քան 1000 ուսանող ունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է։ Ունի ավագ դպրոց, որի շրջանավարտները միակն են հանրապետությունում, որ ըստ գործող պայմանագրի կարող են ընդունվել եվրոպական և ամերիկյան համալսարաններ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հայբուսակին միացան Հայկական բաց համալսարանը ու Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը, իր շուրջը համախմբելով կրթական գործի նվիրյալների, Անահիտ Հարությունյանը ձեռնամուխ եղավ Հայկական բաց համալսարանի շենքի կառուցմանը։ Այդ շենքում այսօր առկա են կրթության, դաստիարակության համար պահանջվող բոլոր հնարավորությունները, սկսած գրադարանից, լուսավոր ու հարմարավետ դասասենյակներից, մասնագիտական կաբինետներից մինչև արվեստով շնչող նախասրահներն ու միջանցքները։ Համալսարանում գործում է ինտերնետ սրճարան, որը իր տեսակի մեջ այսօր միակն է Հայաստանի կրթական համակարգում։ Պետության կողմից հավատարմագրված այս կրթական հաստատությունների միավորումը այնուհետ կոչվեց Կրթության միջազգային ակադեմիա։ Այսօր նա շարունակում է կրթական գործի իր բարի ընթացքը։ Վերջերս ակադեմիայում ընդգրկվել են նաև Ռոսլին դիզայնի ինստիտուտը և հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան։ Կրթության միջազգային ակադեմիան այսօր ամենախոշոր կրթական հաստատությունն է մեր հանրապետությունում և դարձյալ ընդլայնվելու միտում ունի։ Կրթօջախը համագործակցում է արտերկրի խոշորագույն համալսարանների հետ՝ Ռուսաստանի Դաշնություն, Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ։ Սերտ է համագործակցությունը Կանադայի ինֆորմատիզացիայի ակադեմիայի հետ։ Հայբուսակի բարեկամների թիվն անընդհատ ավելանում է, և այդ ամենը ի նպաստ կրթական օջախի։ Շատ կարևոր և օգտակար է Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի դեսպանատների աջակցությունը կրթական գործառույթներին, որը մեծապես նպաստում է լավագույն ուսանողների հետագա առաջընթացին։ Հայբուսակի հաջողության գաղտնիքը շատ պարզ է ու հասկանալի։ Ժողովուրդը վստահում է կրթօջախին։ Հայբուսակում հարմարավետ ու մտերմիկ միջավայր է։
Ընդարձակ լսարաններ, մասնագիտական կաբինետներ, բժշկական լաբորատորիաներ եւ անհրաժեշտ բուրսարկավորումներ, հարուստ գրադարան, նաեւ ժամանցի հիանալի հնարավորություններ։ Տրամադրող դահլիճում բարբերաբար կազմակերպվող միջոցառումները ուսանողական կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Համալսարանում եռում է մշակութային կյանքը, քանի որ վաղուց ի վեր որդեգրել են այն ճշմարտությունը, որ նրբակրթությունը, հոգևոր բարեմաստությունները պակաս կարևոր չեն, քան ուսանողին լիարժեք գիտելիքներ հրամցնելը։ Ավանդույթ է դարձել հայազգի մեծանունների հոբելյանները շոկով նշելը՝ Վիլյամ Սարոյան, Վիկտոր Համբարձումյան, Վազգեն Առաջին։ Նպատակը նրանց օրինակով իրենց սաներին դաստիարակելն ու ոգեկոչելն է։ Մեր հանրապետության մշակույթի եւ արվեստի շատ ճանաչված գործիչներ համալսարանի բարեկամներն են եւ իրենց մշտական ներկայությամբ այստեղ մի ուրույն հոգևոր միջավայր են ձևավորել։ Հայբուսակի հրաշալի մարզասրահը օգնում է, որ կոփվի ոչ միայն հոգին, այլև մարմինը։ Մարզադահլիճի հյուրընկալ հարկի ներքո ոչ միայն բազմաթիվ սպորտային միջոցառումներ են իրականացվում, այլև հեղինակավոր ու աշխարհահռչակ մարզիկների հետ հանդիպումներ։ Դրանք իսկական տոնի են վերածվում բուհի ուսանողների համար։ Հայբուսակի պատվավոր դոկտորի կոչում են ստացել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի նշանավոր գործիչներ, հայ ժողովրդի ճանաչված բարեկամներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բարի հետքն է թողել Հայբուսակում՝ բարոնուհի Քերոլայն Քոքս, Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձե, հայտնի հայագետ Լևոն Զեքիան, Լիբանանի Տրիպոլիի համալսարանի ռեկտոր Մոնա Հադատ, Արկադի Թադևոսյան, Ռազմիկ Դավոյան, Ալվարդ Պետրոսյան, Վաղան Հովանեսյան, Երվանդ Զախարյան, իսկ հենց վերջերս պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին։ Մի առանձնահատուկ տրամադրություն է տիրում այստեղ, երբ ուսանողությունը հանդիպում է բուհի պատվավոր դոկտոր Գագիկ Ծառուկյանի հետ, ով միշտ էլ պատրաստական ու սրտացավ է մոտենում սովորող երիտասարդության հոգսերին եւ որպես սպորտի զարգացմանը առավելագույնս հովանավորող անհատ մշտապես նպաստում նաեւ Հայբուսակի կրթական խնդիրներին։ Այստեղ դասավանդող մասնագիտական կազմը իսկական նվաճում կարելի է համարել։ Նվիրյալներ, որոնցից շատերը գիտության մեջ աչքի են ընկել իրենց ակնառու ներդրումներով։ Նրանք սիրով են իրենց իմացությունը եւ գիտական ներուժը փոխանցում համալսարանի ուսանողությանը։ Հայբուսակում գործող կարիերայի կենտրոնը իր ուշադրության կենտրոնում է պահում բուհը ավարտած շրջանավարտին։ Եվ այս կապն էլ իր հերթին նպաստում է, որ հետբուհական բարեկամությունը շարունակվի։ Դրանց արդյունքում ծնվեց սիրելի կրթօջախին համալսարանին նվիրված հիմնը, որի խոսքերն ու երաժշտությունը գրել են նախկին շրջանավարտները։ Հիմնը գործիքավորեց եւ Հայբուսակին նվիրեց շնորհաշատ երաժիշտ Լևոն Մալխասյանը։ Եվ թող որ երկի նման մշտապես խինդ ու տոնական տրամադրություն թևածի է այս բարի ու ջերմ հարկի տակ, որի անունն է Հայբուսակ։